Սելեմ, որ հայերը ավելի մոտ են գործարարությանը, ավելի գործարարության մեջ ավելի զարգացած են, քան հարևան վրացիները կամ ադրբեջանցիները պատմության մեջ ավելի մեծ լումա են ունեցել բիզնեսի մեջ, օրինակներ կային, փաստեր կային, հա, եւ տպավորություն պետք է լիներ, որ գոնե այդ ամենից հետո Հայաստանը բիզնեսի գործարարության պարագայում ավելի լավ ռեժիմ պետք է ունենար, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը։ Ես կփորձեմ հիմա ուղղակի համատություն տամ, թե ինչ վիճակի մեջ է Ադրբեջանում, Վրաստանում, ինչ վիճակի մեջ է Հայաստանում, հասկանանք այդ համատությունը եւ իմ հետեւությունը կասեմ, թե ինչու է այդպես, հա, որտեվ ես էլ եմ այն կարծիքին, որ մենք ավելի գործարարության մեջ ավելի մոտ ենք, քան ադրբեջանցիները կամ վրացիները, բայց ես կարծում եմ, որ մեր մոտ 600 տարվա պետականության բացակայությունը ջարդել է մեր մոտ պետական գիտակցություն։ Մենք չունենք պետական գիտակցություն, ցավոք սրտի, նաև այս ոլորտում։ Տեսեք, առաջինը տարածաշրջանում փոքր բիզնեսի աջակցության հարցում այդ process-ը ներդրվեց Հայաստանում 2000 թվականի օգոստոսին եւ դա մեծ հաջողություն էր Հայաստանի համար, որտեղ 2000 թվականից ընդունվեց պարզեցված հարկը եւ այդ պարզեցված հարկի գործունեության արդյունքում Հայաստանում բուրըն զարգացում ստացավ փոքր եւ միջին բիզնեսը մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը։ 2008 թվականի հունվարի 1-ից ես անկեղծ իմ համար շատ դժվար հասկանալի պատճառներով Հայաստանի իշխանությունը որոշում կայացրեց, որ պարզեցված հարկը պետք է վերացնել, դա խանգարում է հավասարաչափ զարգացման համար տնտեսական դաշտում, իբր տարբեր տնտեսական բաները, սուբյեկտները իրար հետ հավասար չեն, բացի այդ խոշոր բիզնեսը կարողանում է օգտվել այդ պարզեցված հարկից եւ մանրացնելով իր բիզնեսները մտնել եւ այսպես ասած ստվերային իմաստով գերշահույթներ ստանալ։ Հա, այդպեսի նույն հիմնավորումը այս պայծրությամբ է։ Շատ հետաքրքիր բան ասեմ, որ ես անձամբ կարող եմ ասել, որ 2008 թվականի այդ գաղափարախոսության կրողը, այսպես կոչված փիլիսոփան, այն ժամանակվա Հայաստանի ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն էր, եւ զարմանալի բան կարող եմ ասել, որ այսօրվա այդ նույն թեզը, ասենք նախկին իշխանությունը փոխվել է, նորն է եկել, բայց նույն թեզը մնացել է եւ այսօրվա առաջարկությունների, այսպես ասած, ազգանունը Էլի Ալավերդյանը, ես չգիտեմ, կարող եմ իրանք բարեկամ են, ընկեր են, բարեկամ են, ինչ են, բայց իմ տպավորությամբ դա ընտանեկան ինչ-որ մի հատ մոնոպոլիա է Հայաստանի բիզնեսին վնաս տալու հարցում։ Ես sense ձևակերպեմ, որպեսզի հասկանանք, թե մենք ինչ վնաս կրեցինք 2008 թվականից հետո, տասնյակ հազարավոր բիզնեսներ փակվեցին, ջախջախվեցին, հսկայական քանակով մարդիկ վնաս կրեցին դրա արդյունքում, որի նաև արդյունքը, չեմ ասում մենակ դրա պատճառով, որի դրա արդյունքը իհարկե նաև 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամ եղավ, որի դրա արդյունքը եղավ այն, որ մենք ստացանք 14.4 տնտեսական անկում, 14.4 աշխարհում կարծեմ երկրորդ տեղն էր վատ իմաստով անկումը, մենք այդ ժամանակ դրամի, այսպես ասած, փլուզում ստացանք, 25%-ով փլվեց ազգային դրամը, եւ ընդհանրապես մեր տնտեսության մեջ փոքր բիզնեսի հարվածը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, որի արդյունքում նույն իշխանությունները հասկանալով այդ վնասները 2013 թվականին ընդունեցին շրջհարկի մասին օրենքը, որը ես կարծում եմ, որ վատ օրենք չէր, շատ դրական օրենք էր, եւ այդ օրենքի ներդրման արդյունքում Հայաստանում նորից կրկին զարգացավ այդ փոքր բիզնեսը եւ հիմա այս իշխանությունը նույն պատճառաբանությամբ ինչ որ 2008 թվականն էր, բերում են փուլային են ուզում այսպես ասած ջարդել բիզնեսը։ Միմա փորձում են այսպես ասած շրջհարկի այսպես տոկոսադրույքը 2 անգամ բարձրացնել, արտադրության համար 3.5-ից մինչև 7%, ծառայությունների համար 5-ից 10%, այնտեղ եւ այլն, հա, մի մասի համար ընդհանրապես վերացնում են, մի մասի համար վերացնելու են հուլիսի 1-ից եւ ընդհանրապես հայտարարում են, որ այդ հարկատեսակը վնաս է տալիս տնտեսությանը եւ իրենք պետք է այսպես ասած վերացնեն ընդհանրապես այդ հարկատեսակը եւ բոլորը պետք է անցնեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Հիմա փորձենք հասկանանք, թե ինչ է դա նշանակում, ինչի են դա անում եւ համատենք Ադրբեջանի եւ Վրաստանի հետ։ Ադրբեջանը գիտեք, որ ավտորիտար, համարյա տոտալիտար երկիր է, այդ տոտալիտար կոչվող երկրում
ուրեմն փոքր բիզնեսի համար հետևյալ արտոնությունը կա մինչև $300,000 շրջանառություն ունեցող սուբյեկտները տալիս են ընդամենը 2% հարկ պատկերացրեք մինչև 300,000 մեր մոտ դա մինչև 115 միլիոն է մոտավորապես $270,000 կարգի մենք տալիս էինք 5%, 3.5%, 6%, հիմա պիտի տանք 7%, 12%, 10%, իրանց մոտ դա 2% է, 2% մինչև 370,000, հիշենք այդ կիրը, հա? Բայց մենք կարող ենք ասել, որ իրանք, չգիտեմ, նավթով հարուստ երկիր են, միգուցե իրանք այդ հնարավորությունը ունեն եւ այլն, բայց դրանք կեղծ թեզեր են, որովհետեւ ընդհանրապես փոքր միջին բիզնեսի, այսպես ասած, հարկային չափը, որ ջե գնում, շատ չնչին է եւ դա համատելի չէ, իսկ մենք այդ փոքր բիզնեսին հարվածելով կամ դրույքաչափերը մեծացնելով մենք բյուջեում շատ մեծ բաներ չենք բարձրացնի, դրա այդ արգումենտը չի աշխատում։ Հիմա անցնենք Վրաստանին։ Վրաստանում շատ հետաքրքիր process գնաց, Վրաստանում ուրեմն Սաակաշվիլի իշխանության գալուց հետո այնտեղ եկավ մի էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձե, Ռուսաստանի հայտնի օլիգարխներից էր, որը շատ հետաքրքիր անձնավորություն էր, շատ տաղանդավոր եւ շատ խելացի անձնավորություն էր եւ առաջարկեց, որ Վրաստանը պետք է ֆունդամենտալ ազատության, այսպես ասած, կոնցեպցիա հռչակի բիզնեսի բոլոր ոլորտների համար։ Իհարկե հետագայում Սաակաշվիլին քաղաքական պատճառներով մեծ հետապնդումներ արեց բիզնեսի ներկայացնողի նկատմամբ, հիմնականում միջին եւ խոշոր բիզնեսի նկատմամբ, բայց դա առանձին քաղաքական խնդիր է։ Անկախ ամենից պետք է արձանագրենք, որ 2011 թվականին գիտակցելով, որ իշխանությունը կարող է փոխվել, իշխանությունը կարող է կապրիզներ Ալավերդյաններ կան կամ Ալավերդաշվիլիներ կան այնտեղ կամ չգիտեմ բաներ կան, կարող են իրենց հարկերը փոխել, բան, իրենք 2011 թվականին հանրակրվեով ընդունեցին այսպես կոչված ազատության ակտի որոշում, ազատության ակտ էր կոչվում, որի համաձայն սրանց հետո այլևս հարկային փոփոխությունները ֆունդամենտալ իմաստով հնարավոր է փոխել բացառապես հանրակրվեի միջոցով, բացառապես։ Հիմա տեսեք, եւ դա որպեսզի հասկանանք դրական ազդեցություն կարող է նրանում, որ 2012-ին այնտեղ փոխվեց իշխանությունը, բայց արդեն հաշվառնելով այդ ակտը կար, իրանք արդեն ֆունդամենտալ փոփոխություն չէին կարող, եւ ընդհանրապես ապագա ոչ մի Վրաստանի իշխանություն առանց հանրակրվեի չի կարողանա փոխել, ասենք չի կարողանա հայտարարել, որ մենք պետք է բարձր սարքը վերացնենք կամ շրջարկը վերացնենք, չկա այդպիսի բան, չի կարող ասենք մի հատ Ալավերդաշվիլի առավոտը զարթնի, ասի որ գիտեք ինչ այդ հարկը մեզ շահավետ չի։ Հիմա ես ասեմ այնտեղ ինչ հարկային դրույքաչափեր են աշխատում, մինչև $180,000, այսինքն $500,000 մինչև շրջանառություն ունեցող սուբյեկտների համար, ուրեմն հարկատես բանը շրջարկի տոկոսը 1% է կազմում, 1%, պատկերացրեք, թե ինչ է նշանակում դա։ Եվ ձեզ թիվ ասեմ, եթե Հայաստանում միջին բիզնեսով հիմնականում տարբեր գնահատականներով 200-300,000 մարդ է զբաղվում, ապա Վրաստանում դա հասել է արդեն մինչև 700-800,000 մարդու, որովհետև այնտեղ այդ 1%-ը չնչին գումար է, եւ այդ 1%-ի արդյունքում լայն զանգվածները մտածեն բիզնեսի մեջ եւ այնտեղ ռեալ միջին խավի զարգացման տենդենսներ կան։ Ես չեմ ուզում ասենք, որ այնտեղ այդ 1% որ ասում են, այսինքն այնքան լիբերալ է համակարգը, ասենք եթե մարդը այդ 500,000-ից շեմից անցնում է, ինքը ոչ թե միանգամից հայտնվում է NDS-ի դաշտում, այլ ինքը այդ տարին պետք է փակվի, մինչև 3% է վճարում, հետո տարին փակվելուց հետո ինքը նոր արդեն պետք է որոշում կայացնի, թե ինքը NDS-ի դաշտում է, թե NDS-ի դաշտում չէ։ Հիմա NDS-ի դաշտի դրույքաչափերը համատենք Հայաստանում NDS-ը, ուրեմն տեսեք ուշադրություն, կազմում է 20%, շահութարկը կազմում է 18%։ Վրաստանում NDS-ը կազմում է 18%, շահութը կազմում է 15%։ Հիմա հարց, հա, բացի դրանից Բենդուկիձեի օրենքի համաձայն իրենք մի հատ էլ որոշում են կայացրել, որ օտարերկրյա եւ տեղի գործարանները պետք է ունենան հավասար պայմաններ բոլոր տիպի դրույքաչափերի մասով, այսինքն այնտեղ այդ համահավասարությունն կա, որի արդյունքում այնտեղ ուղղակի ծաղկում է բանը դրսից ներդրված այս բանը ներդրումները,
Եվ որի արդյունքում այդ երկիրը անկախ ամեն ինչից իշխանությունը կփոխվի, չի փոխվի, վատ իշխանություն կա, լավ իշխանություն կա, այնտեղ տնտեսական աճը մի ստաբիլ զարգացում է ապրում եւ որը ուղղակի վկայում է այն բանի մասին, որ այդ երկիրը ուղղակի պետական մտածողության հետ ժողովուրդը պետական մտածողությունը անգամներով ավելի բարձր է, քան մեր մոտ, որտեղ իրենք մոտավորապես 200 տարի առաջ էին կորցրել պետականությունը, մենք 600 տարի առաջ ենք կորցրել։ Եվ չնայած մենք բիզնեսի մեջ ավելի լավ վարժված ժողովուրդ ենք, բայց իրենք պետական մտածողության, պետական կնիքը դրել են բանի, որ իրենց մոտ բիզնեսի, այսպես ասած, առողջ բիզնեսի զարգացումը շատ ավելի լավ վիճակի մեջ է, քան մեր մոտ, սա փաստ է։ Եվ ինչ եմ առաջարկում ես, ոնց եմ մենք պատկերացնում։ Իհարկե նախ եւ առաջ մենք պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսի դաշտը մեր մոտ ամենաբարենպաստը լինի, որտեղ աշխարհագրական իմաստով մենք ավելի վատ վիճակի մեջ ենք կան Վրաստանը, դա նշանակում է, որ մեր մոտ առնվազն պետք է հարկային բեռը ավելի ցածր լինի, քան Վրաստանում, այսինքն պայմանական եմ ասում, եթե իրենց մոտ NDS-ը 18% է, մեր մոտ պետք է լինի 17.5 կամ 17%, եթե իրենց մոտ շահութարկը 15% է, պետք է լինի 14 կամ 14.5%, գոնե որպեսզի դրսի գործարարը պետք է հաշվի առնի, եթե իրենց մոտ կա ավելի բարենպաստ աշխարհագրական դիրք, ապա գոնե ինքը պետք է հաշվի առնի, թե Հայաստանում, թե Վրաստանում ներդրում են, այդ գործոնը գոնե մեր օգտին աշխատի։ Այս մտածողությունը ինչի չկա, որովհետև այդպիսի պետական մտածողություն գոյություն չունի Հայաստանում։ Ասում եք պետական մակարդակով այդպիսի, տեսեք, օրինակ Վրաստանը ծնեց Բենդուկիձե։ Հայաստանում դուք լսել եք մի անձնավորություն լուրջ մակարդակի պետական այր, որի մասին բոլորը հիշեն, որ այս մարդը այսպիսի հետաքրքիր պրոյեկտ է առաջարկում տնտեսության զարգացման համար, այդ փոքր միջին բիզնեսի համար, միջին կամ խոշոր 30 տարի մեջ դուք այդպիսի անձի մասին լսել, մենք կարող գիտենք, որ օրինակ, չգիտեմ, Բագրատյանը մեր Հայաստանի գայդարներ, այդ մենք հիշում ենք, ասենք դա։ Մենք հիշում ենք, չգիտեմ, մեր ուրիշ մարդու, որ անկեղծ խոսենք, ես չեմ հիշում այդպիսի մարդ, բայց առանց այդ նշանակալի գործչի, որը բան է առաջարկում, երկրին, տնտեսությանը, բանին, չէ, չի կարող, այսինքն գիտեք, հիմա ասենք, օրինակ նույն փոքր միջին բիզնեսի ներկայացնենք, չքաղաքականացնենք, կներեք ծիծաղելի մակերեսային մակարդակի խոսակցություններ են։ Անկախ նրանից այս քաղաքականացնես թե չքաղաքականացնես, երբ որ իշխանությունը ստերության չի ներկայացված այնպիսի վառ գործչով, որի մարդիկ տեսանելի մարդը ինչ է ներկայացնում եւ իրենք հասկանան, որ այս մարդը իսկապես զբաղվել է իրենցով, միևնույնն է իրենց վիճակը շատ վատ է լինել։ Նույնիսկ եմ կրկնում, այս իշխանության պարագայում ցավոք սրտի եմ ասում, դատապարտված են այդ փոքր բիզնեսը, որտեղ պարզ մի էլեմենտար օրինակ բերենք, մենք խոսում ենք ոսկի շուկայի մասին։ Ոսկի շուկայի մասին մարժան այնքան փոքր է, բայց շրջանառությունը այնքան մեծ կան, նույնիսկ կներեք ամենավերջի կիսագրագետ մարդը հասկանում է, որ այստեղ հիմնականում կարող է աշխատել հաստատագրված հարկի ռեժիմ, ուրիշ ռեժիմ այստեղ չի կարող աշխատել։